Սամվել Կարապետյանի եղբորորդին ուժեղ Հայաստանի առաջին համար Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի բավարարել և հետ է վերադարձրել դրան թույլտվություն տալու վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդությունը։ Խափաման միջոցի հարց կալանքի կամ տնային կալանքի Նարեկ Կարապետյանի դեպքում տեղի չի ունենալու։ Ձևը սպիտակին գրված է, պատգամավորի կարգավիճակ ձեռք բերեց, չես կարող ազատազրկել, ով ուզում ես կամ ինչ ցանկություն ուզում ես ունեցողը եղիր։ Հիմա ի վերջո դա կարծես միտեղ երևի տեսան։ Պատճառն այն է, որ մանդատները բաշխելու վերաբերյալ հանձնաժողովի երեկվա որոշումից հետո Կարապետյանն արդեն պատգամավորի կարգավիճակ ունի։ Հետևաբար նրան կալանավորելու միջնորդությունը կարող է միայն ազգային ժողովը քննարկել։ Նույն ուժեղ Հայաստանի պնդմամբ վերաբերում էր նաև դատախազության մյուս միջնորդությանը, որը սակայն ԿԸՀ-ն բավարարեց։ Այն թույլ կտա դատախազությանը քրեական հետապնդում հարուցել Նարեկ Կարապետյանի դեմ և մեղադրանք առաջադրել նրան։ Առաջիկայում կլինի Նարեկ Կարապետյանին մի խայտառակ, ապօրինի, աբսուրդային մեղադրանքի առաջադրման գործընթաց և ավելի նվազ խափաման միջոցի ընտրության գործընթաց, որի հնարավորությունները ունեն։ Երեք դաշինքի 4-րդ համար հեծի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանի գործը պատգամավորական մանդատը ստանալուց ժամեր առաջ ուղարկվեց դատարան։ Ուժեղ Հայաստանի անդամները վստահ են, նման շտապողականությունը միտումնավոր է եղել, որպեսզի հասցնեն շրջանցել պատգամավորական անձեռնմխելիության իրավական արգելքը և շարունակեն նրան բանտում պահել։ Սամվել Կարապետյանի թիմում վստահ են, իշխանությունն ամեն կերպ փորձում է ազատազրկել և ֆիզիկապես մեկուսացնել Նարեկ Կարապետյանին։ Եվ նպատակ կա իմ պատգամավոր գործընկերներին ապօրինաբար քաղաքական դրդապատճառներով ազատազրկելու։ Իսկ որն է հեռանկարային պատճառը, որն է դրդապատճառը, արդյոք իշխանությունը ինչ որ ցնցումների մեջ է ընկել այն աննախադեպ իրավիճակից ելնելով, որ ուժեղ Հայաստանը իդեմ Նարեկ Կարապետյանի հետընտրական գործընթացներում խոստումներ է կատարում։ Ուժեղ Հայաստանի երկրորդ համար Արամ Վարդևանյանը չի բացառում, որ խորհրդարանի աշխատանքները մեկնարկելուց հետո դատախազությունը երկրորդ փորձը կանի հասնելու Նարեկ Կարապետյանի ազատազրկմանը և կալանքին թույլտվություն տալու հարցով արդեն ազգային ժողով կդիմի։ Ողջ համատության սահմաններում ես չեմ կարող կանխատեսել, թե ինչ նոր իրավական աբսուրդներ կտեսնենք կամ Նարեկ Կարապետյանի նկատմամբ հետապնդումների աբսուրդային միջամտությունների ինչ նոր դրսևորումներ կտեսնենք։ Պարզապես կարող եմ ասել իրավական տեսանկյունից դրա ողջամիտ իրավունքի պայմաններում հնարավոր չի դա անել։ Նոր խորհրդարանն աշխատանքները կսկսի օգոստոսի 2-ին, իսկ Փաշինյանն այս ընթացքում մի քանի անգամ արդեն վերահաստատել է ընդդիմադիր առաջնորդներին բանտ նստեցնելու իր նախընտրական սպառնալիքը։ Ծառուկյանը, Կարապետյանը, Ռոբերտը ոնց որ երկու բոթասից սկսել են, երկու բոթասել, ես իրանց հասցնելու եմ ձեր աջակցությամբ։ Գլուխներդ պատին կտակ, չոքցրած բոլորիդ բերելու եք պատասխանատվություն։ Ծառուկյան գագիկ, լեզուտ երկարել է, ես քեզ ասում եմ, լակոտիդ, Բելարուսից վզից բռնած բերելու եք և բերելու եք դրել պատասխանատվություն։ Հանեք ձեր մասկեկը, Ռոբի լակոտներ, Սերժի լակոտներ, Գագոյի լակոտներ կալուկ, չոքցնելու եմ սաղիկ, հատ մասկեկները կոխելու եմ համապատասխան տեղերը։